Այսօր 25/12/25-ին շատ գեղեցիկ երևույթ, տեսահոլովակի պրեմիերա, Կամիլա Նասիմյան։ Չնայած իր փոքրիկ տարիքին 13 տարեկան, Կամիլան արդեն ունի իսկ լուրջ, վստահ եմ ասում ձեզ, երկարվեստում կենսագրություն։ Մասնակցել ենք միջազգային մրցույթներին, փառատոներին, ի դեպ ասեմ, չի եղել մի մրցույթ, չի եղել մի փառատոն, որտեղից որ մենք պարտությամբ հետ վերադարձած լինենք։ Ուրախ եմ ներկա լինելու պրեմիերային, որով ևս մեկ անգամ ավելին բացահայտեցինք և Կամիլային և նաև նրա անցնելիք ճանապարհին, որովհետև անցածն արդեն լրիվ հայտնի է։ Եվ անցնելիքը շատ ավելի բացահայտ։ Շնորհավորում եմ, Կամիլա ջան, շնորհակալ եմ քո համարտադրության համար, քո դրած ներդրման համար, որ ուսուցիչների հետ միասին կարողանում ես իսկապես համարձակ, բայց նույնքան խոնարհ, նույնքան գեղեցիկ իսկապես լինել, ներկայանալ և սիրել այդ աշխարհը, երգի աշխարհը, այն որ գտել ես քեզ այդ աշխարհում, այդ աշխարհի իր հատվածում, քո հատվածում, այնքան գեղեցիկ է։ Հովհաննես Թումանյանը մի առիթով չինական ասացվածքերով օգտագործում, ասում է, անգամ 10,000 վերստանոց ճանապարհը սկսում ես առաջին քայլից։ Հիմա Կամիլան այս աղջնակը սկսում է իր անցնելիք ճանապարհը առաջին քայլը իրականացնելով մեր շատ սիրելի գործընկերների օգնությամբ, մեր Տեր Քոր օրհնանքով և բոլորիս բարի կամեցողությամբ։ Եվս մեկ անգամ կանտրադառնամ ձեզ, սիրուն բալա, ես ուզում դրանով նաև շնորհակալություն հայտնել և Անդրեին ֆիլմի համար, որովհետև նրանք ովքեր երբևիցե ֆիլմ պատրաստելու պրոցեսին երբևիցե ներկա են եղել կամ ընդհանրապես պատկերացնել ինչ է ֆիլմը, մի փոքրիկ հատված ինչքան մեծ աշխատանքի, ինչքան մեծ մասնագիտական հմտության ուրեմն կարոտ է լինում երբևիցե, բայց եթե իսկապես ինչպես Վարադան տանցած նույնսեր լինքերը այս առաջարկը առաջարկվել է, ֆիլմի առաջարկն առաջարկվել է պրոֆեսիոնալի կողմից և արդեն ինք մտահղացված մտքի մեջ և եթե դա Անդրեն է կազմակերպում, նշանակում է այն պետք է այդքան գունեղ, այդքան հրաշք և այդքան գեղեցիկ ներկայացվածներ։ Դժվար ճանապարհ ես նախընտրել աղջիկյան։ Արվեստի ճանապարհը շուտ է դատասկոտ փորձություններով լի և դա Աստված որ կարողանաս անցնել, հաղթանակել, հաղթահարել բոլոր դժվարությունները, առավել ևս որ քո կողքին պայծառագույն մարդիկ կան։ Այնպիսի մարդիկ, որոնք համարյա թե քո տարիքին էին, ես Անդրեին նկատի ունեմ, երբ որ սկսում էր իր առաջին քայլերը անցած հարյուրամյակում, թե անցած հազարամյակում։ Որտեղ բանակ չէր գնացել օպերատորական այդ օբյեկտիվը ձեռքներ առել ու աշխատում էր։ Անցել է ժամանակ և մարդը կայացել է և դա Աստված որ դու էլ կայանաս, հաղթես, հասնես նվաճումների։ Մենակ մի բան եմ խնդրում, կամաց մոտենաս հայկական արմատներին, կոմիտասյան պարզությանը, թումանյանական իմաստնությանը, մեր ժողովրդի երաժշտության երաժշտականությանը, նրբությանը, խորությանը, ամենայն բարիք հաջողություն քեզ։ Դա շատ կարևոր է մեր իրականության մեջ, երբ որ մարդը ստեղծագործ է լինում, երբ որ մարդը չի դադարում, չի հոգնում, երբ որ մարդը չի զլանում ստեղծելուց, արարելուց, ու Անդրեյ Մկրտչյանը հենց այդպիսի ռեժիսորներից է։ Անդրեյ ջան, մեր համագործակցության սկիզբն է, վստահ եմ շարունակական ալնելու, որովհետև հերթում արդեն ունենք երեխաներ,
Վստահ եմ ավելի ուրիշ, ավելի մեծ բարձունքներ ենք հասնելու եւ քո հենց իսկ այս աշխատանքով բարշչակատ ներկայանալու ենք հարության աշխարհ։ Սկզբում կուզենամ շատ մեծ շնորհակալություն հայտնել ընկեր Հովհաննեսյանին։ Ինքը միշտ իմ կողքը ամուր կանգնած է, միշտ կաջակցի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Անդրեն Մկրտչյանին ու իր ստեղծագործական թիմին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտուր Ղազարյանին։ Ուզում եմ շնորհավորել իմ ավագ ընկերներին, Լիլիթին, Էլենին, Արտյոմին, Դավիթին, որովհետև իրանք միշտ իմ կողքը կանգնած են ու ամեն ինչ համար կարող են անել։ Շատ շնորհակալություն ուզում եմ հայտնել իմ ծնողներին, հենց իրենց շնորհիվ է, որ ես այս ամեն ինչին հասել եմ, իրենց տանջանքի, իրենց ուզելու, իրենց ցանկության Շատ շնորհակալություն։